Հոկտեմբերի 15-ին Մուրացան մանկական բժշկական կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ ավելի ուշ ստացված դատաբժշկական փորձաքննության արդյունքները էական նոր մանրամասներ են բացահայտում 16-ամյա Միլենա Խաչատրյանի մահվան պատճառների մասին։ Նյութի հրապարակումից ժամեր անց ստացված պաշտոնական եզրակացությունը լույս է սփռում մի շարք հարցերի վրա, որոնք մինչ այդ մնացել էին ենթադրությունների, կասկածների եւ իրարամերժ մեկնաբանությունների տիրույթում։ Փաստաթուղթը մանրամասն անդրադառնում է բժշկական միջամտությունների հաջորդականությանը, արձանագրված բարդություններին եւ օրգանիզմում տեղի ունեցած այն գործընթացներին, որոնք ի վերջո հանգեցրել են անդառնալի հետևանքի։ Ինչ է իրականում տեղի ունեցել բժշկական կենտրոնում, ինչ հանգամանքների համադրությունն է դարձել ողբերգության այս պատճառը եւ ամենակարևորը, արդյոք հնարավոր էր կանխել անչափահաս աղջկա մահը։ Ստացված փորձաքննության արդյունքները հնարավորություն են տալիս առաջին անգամ փաստերի եւ մասնագիտական եզրակացությունների հիման վրա գնահատել իրավիճակը հասկանալու համար, գործ ունենք բժշկական սխալի, անսպասելի բարդության թե մասնագիտական անփութության հետ։ Մինչ նախաքննությունը շարունակում է իր ընթացքը, իրավապահ մարմինները դեռևս ձեռնպահ են մնում վերջնական գնահատականներից, ընդգծելով, որ բոլոր հանգամանքները ենթակա են բազմակողմանի եւ խորքային ուսումնասիրության։ Հոկտեմբերի 15-ին Մուրացան համալսարանական հիվանդանոցում տեղի ունեցած ողբերգական դեպքը նոր զարգացումներ է ստացել։ Հիշեցնենք, նախկինում անդրադարձել էինք 16-ամյա Միլենա Խաչատրյանի մահվան դեպքին։ Աղջնակը բժշկական կենտրոն էր դիմել ականջի եւ գեղձի ցավերով, սակայն սովորական բուժօգնության փոխարեն վիրահատական միջամտության ընթացքում նրա մոտ արձանագրվել էր սրտի կանգ։ Երեխան ասեց ականջն է ցավում, մի օր ականջը, հաջորդ օր ասեց գեղձը, աջ կողմը։ Հետո այդպես ուրբաթ օրը գնացինք, ոնց որ մի երկու օր այդպես ցավում էր, գնացինք մեր 17 պոլիկլինիկա, որտեղ ինքը հաշվառված է, կանգնած ենք։ Այդտեղ լորը ստուգեց, լորը ասել էր, սա իմ պրոֆիլով չի, պետքա տանեք Մուրացան դիմացնոտային, քանի որ երեխան շաքարային դիաբետ ուներ, այսինքն անիմաստ անտիբիոտիկ նշանակել չէին կարող, մենք ինքներս էլ անիմաստ չէինք կարող ուղղակի վերցնել անտիբիոտիկ տալ, դրա համար այնպես ենք արել, որ հսկողությամբ լինի դա, ուղարկեցին Մուրացան, իսկ Մուրացանում ինքը հենց հաշվառված է նաև իր շաքարայինով։ Այսօր արդեն ստացվել են փորձաքննությունների որոշ արդյունքներ։ Դեպքից անմիջապես հետո համացանցում շրջանառվում էին տեղեկություններ, ըստ որոնց մահը վրա էր հասել ընդհանուր ազգայացման ընթացքում հնարավոր ինտուբացիոն սխալի հետևանքով։ Բազմաթիվ մասնագետներ նշել են, որ տվյալ դեպքում հնարավոր էր խուսափել ընդհանուր ազգայացումից, սակայն այս պնդումը դեռևս պետք է ստանա իրավական գնահատական։ Միլենայի մորաքույրը Սոֆիա Եսայանը շարունակելով պայքարը արդարադատության համար ներկայացնում է ընտանիքի կասկածներն ու այն հանգամանքները, որոնք նրանց համոզմամբ չեն ստացել պատշաճ ուշադրություն։ Հարազատները վստահ են, ոչ թե երեխայի վիճակն է եղել բարդ, այլ բժիշկներն են գնացել բարդ վիրահատության, որին ըստ իրենց պատրաստ չէին։ Պատասխանին երկար սպասեցինք, բայց պատասխանները ստանալով մենք հասկացանք, որ այն ինչ որ մտածում էինք, որ իրոք տեղի է ունեցել սրտի կանգ, թթվածնի քաղց ու դա հենց սկզբից անեստեզիայի ժամանակ է տեղի ունեցել, այսինքն երբ որ 10-50 արդեն անեստեզիոլոգը աշխատանքը սկսել է, հենց այդ ժամանակ առաջին երարկումից իրոք փաստա, որ առաջին երարկումից մենք ունեցել ենք արդեն վիճակի վատթարացում, թթվածնի քաղց է եղել եւ աշխատանքը իրենք ճիշտ է տարել են, ստացվում է առաջինից հետո, ես ոնց հասկանում եմ, բացատրում են դա 3 փուլ է, առաջինից հետո պետք է ինտուբացիան արվեր, քանի որ իրենք մտածել են, իմացել են, որ գնում են բարդ ինտուբացիայի, ես կարդում եմ, ուսումնասիրում եմ եւ իհարկե ունենք բավականին հետաքրքիր զրույցներ, տարբեր երկրներից անգամ գրում են այս հարցով, բոլորը հետաքրքրված են, շատ ենք զրուցում եւ հետաքրքիրը նա է, որ երբ որ լինում է բերանի տրիզմ, այդ դեպքում պետք է լինի շատ անհրաժեշտ վիճակ, որ դու կարողանաս նշանակես ընդհանուր նարկոզ,
եւ ինտուբացիա կարողանաս անել, այսինքն բերանի տրիզմի ժամանակ, այդ ժամանակ անում են քթից։ Ես ինքս էլ եմ ուսումնասիրել, որ շատ ավելի հակված են քթից ինտուբելու։ Հիմա ես հարցեր իհարկե շատ կա, որ մենք պետք է տանք բժիշկներին, մեզ հետաքրքիր է իրենք միանգամից քթից են արել թե բերանից, որովհետև դա տևելու է մի 2-3 րոպե ու պետք է հասցնեն։ Հիմա թե այդ ընթացքում ինչ արվել այդ ժամանակ արվել։ Պետք է իրանք մեզ հստակ պատասխան տան, նախ ինչ դիագնոզով են տանում, շտապ վիրահատեն, եթե երեխան ինքը իր ոտքով գնացել է, իրենք հիվանդանոցը այստեղ նշում են, որ եղել է ծանր աչակողմյան ադենոֆլեգմոնը, իսկ դիահերձանից պատասխանները եկել է միջին վիճակի աչակողմյան ադենոֆլեգմոնը, այսինքն այն վիճակը չի եղել, հասկանում եք, որ իրենք ինչպես ներկայացել են ծնողներին, ես որովհետև բժշկուհուն ասում դուք ինձ դիագնոզ ասեք, որի հիման վրա դուք շտապ որոշել եք վիրահատեք, չէ որ մի օր առաջ դուք ինքներդ եք ստուգել եւ ասել եք 4 օր դուք կստանաս անտիբիոտիկ, գեղեցիկ աղջիկ ես կտրվածք չանեմ, բայց երկրորդ օրը ձեզ ինչը փոխեց տաքությունը իջնում էր։ Հա ցավը կարող է լինի, բայց բերանի տրիզմ ունի ցավեր կունենա։ Դա պատճառ չէր։ Ինքն հենց վիճակում չի եղել, որ դուք անհապաղ վիրահատության եք մտցրել ու տարբերակ չեք ունեցել, կարող է շատ խորը լինի, տվել եք ընդհանուր նարկոզ։ Իրենք հասկացել են, որ իրենք են գնում բարդ վիրահատության, ոչ թե երեխայի մոտ է եղել բարդ վիճակ, ինչպես հիվանդանոցն է ներկայացնում, այլ հակառակը իրենց մոտ է եղել բարդ վիճակ, որովհետև իրենք հասկացել են, որ գնում են բարդ ինտուբացիայի։ Բժիշկը հարազատներին հայտնել է, որ փորձել է կատարել միջամտությունը նաև քթից, սակայն ունեցել են բրոնխային սպազմ։ Ինքը փորձել է եւ քթից, եւ բերանից, ես երբ հարցրեցի, քթից ինքը ասեց, հա լաբարասկոպիկ, թե ֆարենդասկոպ է մտցրել, ունեցել ենք բրոնխային սպազմա, ասում եմ, դուք չեք կարծում, եւ ինչ բացահայտեցիք, դա ասում ամբողջը թարախ է, բա դուք տեղյակ չեք թարախը, բա մենք դրա համար ենք բերել, դուք եք ասել ամբողջ ներսը թարախ է կոկորդի, բա այդ մտցնելուց միգուցե ինչ որ բշտիկ է գնացել կոկորտ շնչափող, չգիտեմ դա իհարկե կպարզվի երևի թե, բայց համենայն դեպս եղել է բրոնխային սպազմ։ Հետո 20 րոպե հետո նորից ունեցել են վատ թարացում վիճակի, եթե 20 րոպե երեխու վիճակը լավ է եղել, դուք վիրահատություն ինչի չեք սկսել, դուք նարկոզի հաջորդ փուլին ինչի չեք անցել, ինտուբացիան երկրորդ փուլն է, դուք երրորդ փուլին էլ չեք անցել, դուք կտրվածք չեք արել, նստած ինչ եք արել, սուրճ եք խմել, այդ երեխուն դրել եք, նայել եք վրան, երբ պետքա վիճակը վատանա, հասկանում եք, այստեղ հարցեր շատ կա։ Ու իրենք նայում են ինձ, չգիտեմ, հիմա միգուցե որոշակի պատասխաններ մտածած կլինեն, մեզ հետաքրքիր է նաև իրենց տարբերակը, որը հուսով եմ, որ դատարանում է կհանդիպենք ու արդեն երես մեզ կասեն, թե որը որից հետո են արել։ Բժշկուհին ասում է, ես ձեռք չեմ տվել, դու կապ չունի, դու էլ ես մեղավոր։ Ինչ առումով դու ես հստակ կանգնել, որոշել, որ պետքա տանես վիրահատության, ճիշտ է։ Ահա, անեստեզիոլոգը իմացել է, որ ինքը գնում է բարդ վիրահատության, ել եմ ասում, զուտ ինտուբացիայի պահով։ Ու ես չեմ կասկածում, որ յուրաքանչյուր վիրահատություն առանց գլխավորի տեղեկացմամբ չի կարող իրականացվել։ Հիվանդանոցային համալիրի մամուլի խոսնակ Շուշան Դանելյանի փոխանցմամբ դեպքից հետո երկու բժիշկները ազատվել են աշխատանքից սեփական դիմումի համաձայն։ Թեև պաշտոնապես սա չի կապվում քրեական վարույթի հետ, ժամանակային համընկնումը հարցեր է առաջացնում աղջկա հարազատների մոտ։ Երկու բժիշկ հեռացվել է աշխատանքից, անեստեզիոլոգը եւ բուժող բժշկուհին։ Ուղղակի վատը գիտեք որն է, տարածում են դեռ դեպքեր, դե հիմա իրենց մտածելով, իրենց հասկանալով ուզում են իրենց անունը չիջացնել, համենայն դեպս գեղեցիկ չի կարելի ջահել, երեխա իրենց մեղքով մահացավ, բայց իրենք տարածում են, որ ինքը ունեցել է հիվանդություններ, ոչ չի ունեցել, ես իրենց գրել եմ, ես ինքս եմ գրել, որ դուք ձեր ամեն ասացի դիմաց պատասխան եք տալու։
ու ապացուցելու եք, որ ինքը ունեցել է հիվանդություններ։ Ինչ հիվանդություններ, որ հայտնաբերված եղել է, այդ ամեն ինչը կապված չի եղել, դա չնչին բան է եղել ու կապված բոլորիս էլ, որ այսօր մենք հետազոտվենք, բոլորս էլ ինչ որ խնդիր ունենք, ոչ մի բանը կապված չի եղել այս դեպքի հետ կամ իր այդ թթվածնի քաղցի հետ։ Թթվածնի քաղցը լինում է առաջացել է, սկսվել է ինտուբացիայի ժամանակ, իրենք դա պետքա մեզ կարողանան ապացուցել։ Ոնց են արել, որ թթվածնի քաղցը ուրիշ ոնց կարող է այդ 5 րոպեի մեջ լիներ։ Բա դրանից էլ բխում է եղել է լիքը, արդեն մարմնի մնացած խնդիրները, որը բերել է 10-50-ից 12-45-ի վերջնական կենսաբանական մահի։ Ինչ են հուշում փորձաքննության արդյունքներն ու ինչ փուլում է այս պահին նախաքննությունը։ Կա արդյոք այս պահին անց մեղադրյալի աթոռին։ Այս հարցերի պատասխանները ստանալու նպատակով մենք հարցում ուղեցինք քննչական կոմիտե։ Ցավոք, մինչ մեր եթերի հեռարձակումը վարույթն իրականացնող մարմնի պատասխանը չստացվեց, սակայն այն ստանալուց հետո կհրապարակենք մեր հետագա եթերներում, գուցե ներկայացնելով այն գործի արդեն դատավարական ընթացակարգը, որում ներգրաված փաստաբանները եւս հնարավորություն կունենան հայտնելու իրենց դիրքորոշումները։ Մենք արդեն քանի որ ստացանք պատասխաններից հետո մենք անցանք քննչական երկրորդ փուլ դատավարության, որովհետեւ արդեն հարցաքննվել էին բժիշկներ, քննիչը մեզ տեղեկացրեց, որ բժիշկները հիվանդանոցի հարցաքննվել են, ովքեր որ ինչ որ չափով ներկա են եղել կամ տեղյակ են եղել, բացի բուժող բժշկից, ովքեր որ կարևորն են եղել եւ անեստեզիոլոգից, իրենք դիմել են արդեն իրավաբանի, իրավապաշտպանի, դեռ իմանալով իմ տեղեկությամբ այդ ժամանակ դեռ քննիչի հետ հանդիպում չէին կայացրել ինչ-ինչ պատճառներով, բայց իհարկե կկայացնեն։ Ուղղակի քանի որ գնում է արդեն նախաքննություն, չենք ուզում շատ ընդհարձակվել, մեզ էլ շատ բաներ հետաքրքիր, ինձ թվում է փուլ առ փուլ ամեն հարցերը կլուծենք։ Ես շատ շնորհակալ եմ ձեր լրատվականին, շատ մեծ հետաքրքրությամբ եւ աշխատանքը շատ հետաքրքիր է կայանում ձեզ հետ, սրտացավ ձեր վերաբերմունքը, ամեն ինչը, իհարկե դա մարդկանց մեջ նույնպես տպավորություն ստեղծեց, որովհետև իրոք զգացվում է, որ մենք գնում ենք ճիշտ ճանապարհով եւ միգուցե իրոք օգնենք հետաքննությանը։ Այստեղ գիտեք, ոչ թե չեմ քնում ու չեմ արթնանում զուտ նրանով, որ պետք է իրանց պատժեմ, չգիտեմ, դատեմ, չգիտեմ ինչ լինի, այլ ես ուզում եմ, որ բոլոր բժիշկները հասկանան, ես գիտեմ, որ իրենք Աստված չեն։ Մենք շատ լավ դա հասկանում ենք, բայց գիտեք, թող մաքուր աշխատեն։ Ես ուզում եմ, որ բոլորը հասկանան, բոլորը մի քիչ սրտի խայթ ունենան, այսինքն ոչ թե միայն այստեղ գումարը խոսի, հասկանում եմ, բոլորը ուզում են լավ ապրել, բայց մարդիկ իրենց կյանքը վստահում են իրենց։ Ես շատ կցանկանամ, եթե կա սխալ բժշկական, բացահայտվի, զուտ սա եմ ուզում, բացահայտվի, որ ուրիշ բժիշկներ նման կյանքի չխեղաթյուրեն, հասկանում եք, իրենց թվում է, թե նորմալ է օրվա մեջ մահը նորմալ, գիտեք, նորմալ է եղել մահը այն ժամանակ, երբ որ ես հիշում եմ եղել են, համահացել են հիվանդանոցում տարիքով տատիկ պապիկներ, ինսուլտից չգիտեմ, բայց ոչ այս կարգի երիտասարդացած կամ այս կարգի խիղճը թաղած վիճակով, չէ, պետքա չթաղեն խիղճը, պետքա հասկանան, որ ամեն ինչը որ իրենք անում են, իրենք հետո պատասխան են տալու։ Այս պահին հարկ է արձանագրել, որ այս գործը միայն մեկ ընտանիքի արդարության հարցը չէ։ Սա բոլոր այն ընտանիքների հարցն է, ովքեր վստահում են իրենց երեխաների կյանքը բժշկական համակարգին։ Եթե այս գործը ստանա ամբողջական թափանցիկ եւ արդար լուծում, այն կարող է դառնալ նախադեպ բժշկական պատասխանատվության մշակույթի ձևավորման համար, ինչպես նաեւ հասարակության վստահության, եթե ոչ, այն պարզապես կհամալրի լռությամբ փակված գործերի շարքը։